Նադել հայտ ենք էլի, որ հենց հիմա այդ աղջիկը արնահոսում է։ Ինչ վնասվածքների։ Ներքին արնահոսում է, հա։ Դե մեր համակիր աղջիկա Էմա Գրիգորյանի հայրն է փոխանցում ինֆորմացիան, որ նաև արնահոսում է այս պահին։ Ես կոչ եմ անում բոլոր իրավաբաններին, բացի այն իրավաբանները, ովքեր հենց մեր հետ են կապ հաստատել, մնացածին նույնպես, որ գնան Երևան հակակոռուպցիոն կոմիտե եւ աջակցություն հայտնեն մեր Էմա Գրիգորյանին։ Բոլորին ես կոչ եմ անում, որ գնան այնտեղ, որտեղ ես այս պահին այստեղ եմ, այստեղի հարցերով զբաղված եւ չեմ տիրապետում ինֆորմացիային։ Պարոն Սիմոնյան, կներեք, քանի որ մենք ավելի ուշ միացանք, կներկայացնենք, այսինքն այն ձայնագրության մեջ լսվող ձայնը Էմա Գրիգորյանին էր, որ այս պահին գտնում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Ես տեղյակ չեմ ձայնագրության միջի ձայնը, երկու բառով որ ներկայացնեք, փորձեմ։ Ամեն դեպքում գնալ ընտրելու մասին էր, մի աղջկա ձայն է լսվում եւ մի տղամարդու, ես էլ ճանապարհին ընտրելու հետ կապված, որ գնան կարող ես այնպես անել, որ գնան իրանք ընտրել, ես էլ բովանդակությունը մինչեւ վերջ չհասցնեմ։ Տեսեք, մանր խոսակցություններ են, յուրաքանչյուր գրասենյակում է այդ կա, յուրաքանչյուր համակիր ուզում է, որ իրեն իր ընկերուին, իր ընկերը, իր բարեկամը գնա եւ ցայն տա այն կուսակցությանը կամ այն դաշինքին, ումոր ինքն է սատարում։ Նման մանր բաները բերել սարքել հակակոռուպցիոն կոմիտեի ինչ որ քննության արարքա կամ ինչ զզվելի արարք է։ Բա ինչ որ իշխանություններին չեն ձայնալսում։ Ինչը մենք չունենք KGB-ի պետ դրա համար, այդպես։ Մենք չունենք ոստիկանության պետ դրա համար է այսօրը։ Այսինքն ժողովուրդը անդեր է մնացել, ով ունի ձայնագրելու հնարավորություն, ով ունի գաղտնալսելու հնարավորություն, ինքը գաղտնալսելու եւ ձայնագրելու այն մարդկանց, ովքեր որ իրենց դեմ են արտահայտվում։ Յուրաքանչյուրի գրասենյակում է կա, չէ՞ նման մարդիկ սրդացավ, տադիկներ, պաբիկներ, երդասարտներ, որ կոչ են անում, որ այո գնացեք քվեարկեք։ Դրա մեջ կոռուպցիա տեսնել Դրամական ինչ-որ խոսակցություն կամ նման Ես չգիտեմ ինչ խոսակցություն է, յուրաքանչյուր անձ սրդացավ լինելով կարող է կոչը անել իր համակիրին, որ գիտես ինչ կա։ Իմ վրա էլ կար, այսպես ասած, նապադենիա, օրը 10 հոգի զանգում էր։ Ես երեխուս ուզում եմ հասցնեմ հիվանդանոց, գումար չունեմ, մեզ գումար տվեք։ Իմ կարծիքով իրենց սարկազն էր, որ որևիցե մի բանին օգնության ձեռք մեկնելու պարագայում փորձեն ցույց տալ կաշառք է։ Մի կին էր եկե, առավոտից իրիկուն ասում էր, եթե ես չհասցրեցի իմ երեխուն հիվանդանոց, շատ վատ կլինի։ Տվեք 15,000 դրամ, որ հասցնեմ հիվանդանոց։ Ես ասեցի հենց հիմա իմ վարորդին Խաչիկին, գնում ես այդ երեխուն տանում ես Երևան։ Բայց չէ մենք տաքսի ունենք, մենք մեր սեփական տաքսին ունենք։ Ասի ես չեմ կարող տաքսում գումար տալ։ Հենց հիմա իմ վարորդը տանում է ձեզ։ Հելավ ու գնաց օֆիսից։ Հիմա ես ինչ իմանամ, նման խոսակցություններ կարող է լիքը լինի։ Կդրեն մոնտաժեն ինչ որ բան ստանան ու փորձեն հրաբարակել։ Ես հասկանում եմ, որ իրենց մոտ ցայտնոտ կա։ Երեկվա հարցազրույցում, առաջի օրվա հարցազրույցում էլ ասեցի, որ ցուկցվանգի մեջ են, ինչ անում են իրենց դեմ աշխատելու։ Այս process-ները նույնպես է իրենց դեմ աշխատելու, դա ցույց կտա առաջիկա 2-3 օրերը։ Կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին, ինչքան հնարավոր է, կրկնակի, եռագի, քառագի թափով ավելի ակտիվացնեն իրենց սատարումը Մայր Հայաստան դաշինքին, մեր թիմին եւ այսօր 17:00-ին անպայման գան Աբովյան փողոց Տիկնիկայինի հարևանությամբ, որտեղ տեղի ունենալու մեր հավաքը։ Պարոն Սիմոնյան, հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք Գյումրի ավագանու արտահերտ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու համար հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսինքն փաստացի ընտրակաշառք բաժանելու համար է մեղադրվում ձեր։ Ավելի Հակակոռուպցիոնի հայտարարություն։ Ինչի մասին ենք խոսում, այդ միլիոնավոր դոլարների շիբինները եւ այդ լամպիչկեքը, որ ցկում են, դա ընտրակաշառք չի, ես չգիտեմ, ես ծանոթ չեմ այդ խոսակցությանը։ Հա բացարձակ ծանոթ չեմ, ինչի մասին են խոսում։ Ընտրակաշառք։ Կոռուպցիան անվան տակ ընտրակաշառք եք բաժանում։ Լավ էլի, նորից եմ կրկնում։ Համատարած Գյումրիում աշխատանքներ կատարելու, տարազների եւ այլ գրքերի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին։ Համատարած իրենք են անում այդ շեբենի եւ լամպիչկա փոխելու գործընթացները ու փորձում են մեզ ներքաշել նման հարցերի մեջ։ Մենք չունենք նմանատիպ խնդիր, որովհետև իրական մթնոլորտի փոփոխություն է տեղի ունեցել եւ մարդիկ բնական ճանապարհով
սատարում եւ միանում են մեր թիմին։ Այսինքն դուք ամեն դեպքում այստեղ քաղաքական ենթատեքստ եք տեսնում։ Օրինակ երեք նաև Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ձայնագրություն տարածվեց, հենց նույն կոնտեքստում դատախազությունը ուսումնասիրում է այդ ձայնագրությունը, նա էլ ասում էր, որ արհեստական բանականությունն է սարքել երևի։ Ես ասեմ, որ մեր Էմմա Գրիգորյանին տեղափոխելով հակակոռուպցիոն կոմիտե շատ մեծ հարված են հասցնում նաև Հայաստանի Հանրապետության վարկանիշին, շատ մեծ հարվածի տակ են տնում հենց իրենց իշխանությանը, որ երկու անչափահաս երեխաներին կդրելով տանից եւ տեղափոխելով Երևան, ստրեսի ենթարկելով նաեւ այդ երեխաներին, դա միայն իրենց այսպես ասած ցածր մագարտակն է ցույց տալիս, բայց մենք կանգուն ենք, մենք ամուր ենք, գնում ենք մինչև վերջ։ Ես պատրաստ եմ եւ գյումրեցիներին եւ ամբողջ հայությանը կոչ եմ անում արձագանքեն նմանատիպ երևույթներին եւ խստիվ դատապարտեն։ Այսինքն Էմմա Գրիգորյանին տանից երեխաների աչքի առջև տարել են։ Այո, երկու անչափահաս երեխաների աչքի առաջ Էմմա Գրիգորյանին, ով ուղղակի համակիր է, ճունի, այսպես ասած, կլուչիվոյ դերակատարում, հա, եւ ցուցակում կա, բայց ասենք բան չի էլի, ասենք տասնյակում չի, ամեն դեպքում, ինչ եմ ուզում ասեմ, որ հայն չի սազում, նման վարքագիծ չի սազում, երկու անչափահասի կողքից կդրել եւ տանել Երևան եւ կապ չունենա նա իր ընտանիքի հետ, դա խստիվ դատապարտելի է, չի սազում մեզ եւ դրա համարժեք պատասխանը հենց իմ կողմից իրենք ստանալու են։